Հաջորդ ելույթի համար այմ ղեկավար Պարույր Հայրիկյան, պատրաստվի Կարեն Բեկարյան, միայն խնդրում եմ պահել ռեգլամենտը, որովհետև ես չեմ ուզում խանգարել ելույթները, բայց մենք պարզապես չենք հասցնի մինչև լսումների ավարտը։ Խնդրեմ պարոն Հայրիկյան։ Շնորհակալ եմ, հատկապես նրա համար, որ դուք ենթադրեցիք, որ ես շատ բան ունեմ ասելու, բայց ես կսահմանափակվեմ ժամանակի մեջ։ Շնորհակալություն այս նախաձեռնության համար, առողջ տրամադրություններին ընթացք տալու համար, միանգամից ասեմ, որ ինձ մի քիչ տխրեցրեց, որ ոմանք կանխատրամադրված են ոչ մեկի հետ չհամագործակցել, ճիշտ ճանապարհ չէ։ Ես իմ անձնական օրինակով ասեմ, որ երբ անկախություն հանրաքվեի ճանապարհով ասպարեզի չանք, մեր ժողովրդի համար, ոչ թե մեզ համար, ինձ հաճախ ասում էին, սա կոմունիստ է, սա KGB-ի գործակալ է, ասում էին բոլորը բարով գան։ Նրանք գալիս են անկախություն հանրաքվեի ճանապարհի համար։ Հիմա մենք էլ այսօր տեսնում ենք դրված որոշակի խնդիր։ Տխրագույն երևույթներից մեկն այն է, որ մենք պղծում ենք ազգային բառը։ Օրինակ ազգային ժողովը պիտի լիներ ազգային հույզերն արտահայտող եւ այլն, բայց վերջին 7 տարում ազգային ժողովը դարձել է ապազգային ժողով։ Սա նույնպես բացասական երևույթ է, պիտի նկատի ունենանք եւ ուզում եմ կարևորից խոսել։ Հետևանքների մասին խոսել ամենահեշտ գործն է։ Մենք բոլորս զոհն ենք սահմանադրական դավադրության։ Եվ որևէ մեկի հատկապես նշել չեմ ուզում, բայց 2015 թվականին ես ասել եմ, երբ դուք ժողովրդին զրկեցիք իշխանության տարանջատման սկզբունքով սահմանադրություն ունենալուց, երբ ժողովուրդը պիտի ընտրի պարլամենտական մեծամասնություն եւ հետո դա էլ նշանակի մեկին ու դառնան մեկ թիմ, այսինքն հիմնական գործադիր եւ օրենսդիրի միջև իրար վերահսկելու կարողականությունը վերացրինք եւ քանի որ դա արվել էր մեր տված բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը մերժելով, բնականաբար պիտի ունենար շատ ծանր հետևանքներ։ Այն ժամանակ ահավոր է գրել էի, երբ վաղը մաս երկիրը տալու կլինեք թշնամուն, այն ժամանակ կհիշեք, թե ինչի մասն էի ասում։ Այժմ ուզում եմ մի փոքր առարկայական խոսել, որովհետեւ մենք այսօր այստեղ ենք արված առաջարկությունը քննարկելու համար։ Հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանը, բոլորդ գիտեք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջին անգամ նախագահ դառնալիս ես սև դրոշներով եմ ողջունել, որովհետև այն ժամանակ շատ բաներ հասունացած չէին եւ վտանգավոր էին ազգի համար, գիտակցության մասին է խոսքս։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Քո առաջին գործը Նիկոլ Փաշինյան սահմանադրությունը չեղարկելն է, որովհետև դու դրանով ես եկել իշխանության»։ Չարեց։ Եվ այսօր ինչ որ կա, նաև դրա հետևանքն է։ Ուրեմն այսօր ներկայացված փաստաթղթի մասին։ Արցախի մասին խոսելիս բոլորին կոչ եմ անում, նաև նախ եւ առաջ կոչ եմ անում այդ փաստաթղթում նշել կոնկրետ ցեղասպանություն։ Բոլոր միջազգայնագետները, ցեղասպանագետներն ասում են Արցախում կատարվածը ցեղասպանություն է։ Եվ էթնիկ զտումից խոսելուց, թեկուզ մասամբ եւ այն ասելով, մենք հակառակորդի թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում։ Երկրորդ, տնտեսական խնդիրների մասին շատ մակերեսային է խոսված, մինչդեռ ժողովուրդը ենթարկվում է ահավոր հարկային եւ տնտեսական տերորի։ Կուզեի, որ այդ հատվածում մի փոքր ավելի ընդգծված լիներ։ Եվ չգիտես ինչու հպանցիկ է խոսվում իշխանությունների կոռուպցիոն կառույց լինելու մասին։ Մեր իշխանությունները, ես սա արդեն ասում եմ փաստերի լեզվով, որովհետև այդ ուղղությամբ որոշակի քայլեր եմ կատարել, մենք շատ հաճախ խոսում ենք հանրային ճնշման մասին, խոսում ենք քաղաքական գործելակերպի մասին, եւ հաճախ մոռանում ենք, որ կա նաեւ իրավական ճանապարհ։ Ես իրավական ճանապարհն ընտրել եմ, ԱԻՄ ընտրել է այդ ճանապարհը, մենք արդեն ներկայացրել ենք որոշակի մեղադրանք, կա սահմանադրական օրենք կուսակցությունների մասին, որի 21-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է, պետական կառավարման մարմինները պարտավոր են քննարկել։ Ես միայն մի դեպքի մասին խոսեմ, 3 կարևոր փաստարկներ կան, բայց միայն մեկ խնդիր, 4 անգամ Նիկոլ Փաշինյանը եւ իր արտարադատության նախարարությունը ստացել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ փաստաթղթեր եւ չեն քննարկել, պարտակել են։ Սա իշխանության չարաշահում է։ Իշխանության չարաշահում, որը ուղեկցվել է պետության հաստված ծանր վնասներով, որովհետեւ իրենք իրենց նորմատիվ ակտերով ժամկետ էին նշում եւ այդ ժամկետում իրենց նշած գործերը չէին կատարում։ Եվ այդպես մի քանի անգամ փոփոխություններ եղան։ Քանի որ դա ուղեկցվել է ապօրինի աշխատավարձ տալով,
Ուրեմն արդարադատության նախարարության համակարգը նույնպես ընդգրկված է սրանում։ Քանի որ իրավաբան կոչվածները ստացել են ապօրինի աշխատավարձ, այսինքն եթե դու գործը չես կատարել, ուրեմն ապօրինի աշխատավարձ ես ստացել։ Նրանք էլ են հանցախմբի մաս կազմում։ Այսպիսով մենք լավագույն դեպքում ինչպես դատախազը կասեր, իսկ դատախազ Վարդապետյանը արդեն պաշտոնապես իրեն հայտարարել է կոռուպցիոն հանցախմբի հովանավոր եւ պաշտպան։ Եթե հակակոռուպցիոն կոմիտեն արձագանքեց մեր նամակներին եւ գոնե գրեց, որ գիտեք, փաստեր չկան, ինչ փաստ պիտի լինի, քեզ ասում ենք, տրվել է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին պետական կառույցին տրված է նախագիծ, տրված է հայեցակարգ, դուք չեք քննարկել։ Եթե ասենք քննարկել ենք, դուք պարտավոր եք հրապարակավ քննարկել, չեք քննարկել։ Եվ սա լուրջ հանցագործություն է, կարծում եմ, որ պիտի ավելի լուրջ ընդգծվի կոռուպցիոն հանցախումբ լինելու մասին եւ դա դառնա գլխավոր գործոնը։ Անաչառությունը պահանջում է, որ մենք միայն իշխանությունների վրա միայն իշխանություններին չդատապարտենք այն եզրը, որ իշխանությունների կամքով որոշ դաշնակիցներ այլևս դաշնակից չեն։ Այդ դաշնակիցների հիմնական մասը ճակերտավոր դաշնակից էին։ Ուզում եմ, որպեսզի փաստաթուղթը ավելի հզոր դառնա, ավելի անաչառ, այդ մասում ճշտում կատարել, դուք դեռ ժամանակ ունեք, որովհետև մենք դաշնակիցներին կորցրել ենք նաև իրենց կամքով, նրանք այլ դաշնակիցներ են ընտրել, դրանք արժեհամակարգային դաշնակիցներ չէին, դրանք շահերով առաջնորդվող ճակերտավոր դաշնակիցներ էին։ Բոլորս պիտի հասկանանք, որ այս ազգային խայտարակության վաղաժամկետ հեռացումը եւ նրա դատապարտումը, թեկուզ նրան անմեղսունակ ճանաչելով, լավագույն հնարավորությունն է մեզ խուսափելու նրա բազմաթիվ ազգադավ որոշումների շարունակողը ժառանգը լինելուց։ Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը կներեք, որ անունը տվեցի, մեր ազգային խայտառակությունը, պղծությունը, ինչ որ բարեկրթորեն հեռացվի իշխանությունից կամ չընտրվի, դա նշանակում է նրա նախկինում իշխանության եղած տարիների բոլոր ծանր բացասական բեռը մնում է մեր ուսերին։ Մեր քաղաքացիներն էլ պետք է հասկանան, որ իրենցից շատ բան է կախված, իրենց աջակցությունից։ Ես կարծում եմ, համոզված եմ, այդ ճանապարհով մի անգամ մենք հարց լուծել ենք ազգի համար, իրավական ճանապարհ։ Դուք կարծում եք հեշտ էր 70-ական թվականներին անցյալ դարի խոսել անկախություն հանրաքվեի ճանապարհով ողու մասին, բայց դա իրավական ճանապարհն էր։ Մենք տասնյակ տարիներ անցկացրինք բանտերում, բայց ի վերջո ստիպեցինք, որ Բրեժնևը հանրաքվեի մասին, օրենքի մասին գոնե խոսի, հիմա չեմ առամաստ, իսկ Գորբաչովը ստիպված եղավ ընդունել այդ օրենքը, որովհետև իրավական հարցադրումների ժամանակ դու գտնում ես իրավականի կողմնակից նաև դաշնակիցներ։ Այս ամբիոնից բոլորը խոսում էին ազգային խայտառակության հեռացման մասին, շատ ճիշտ են, բայց դա ընդամենը հետևանք է, հետևանքի վերացում։ Մենք եթե ուզում ենք արմատապես լուծել խնդիրը, ապա պետք է հետևողականորեն նպատակասլաց աշխատենք, որ իսկապես քաղաքացին դառնա երկրի տերը։ Եվ բարեբախտաբար այդ ուղղությամբ քայլերի 90%-ն արված է։ Խնդրում եմ ոչ ոք չմեծամտանա։ Այդ աշխատանքը մենք արդեն արել ենք։ Նույն կերպ ինչպես մենք արել էինք անկախություն հանրաքվեի ճանապարհով նպատակի իրականացումից առաջ, արել, պատրաստել, բերել էինք, մի կերպ համոզեցինք, որ Ղարաբաղ կոչված կոմիտեն, որ Արցախի հետ ոչ մի կապ չուներ, ցույց տվեց ամբողջ ժամանակը։ Միայն մի փաստ բերեմ, արցախցիները ունեին մեր ներկայացուցչական մարմնում ներկայացուցիչներ, բայց նախագահական ընտրություններին չգիտես ինչու արցախցիներին թույլ չտրվեց մասնակցել։ Թույլ չտրվեց մասնակցել նաև ուրեմն եւ նախագահական ընտրություններին եւ հանրաքվեին։ Դա ցույց էր տալիս, որ իշխանության եկած Ղարաբաղ կոմիտեն Արցախի հետ ոչ մի կապ չունի։ Ուրեմն մենք պիտի մեզնից կախված ամեն բան անենք, որպեսզի տեսեք Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում։ Ես անաչառ եմ մարդկանց հանդեպ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր այնպեսի բացասական ժառանգություն է թողել, որ շատ դժվար է լինում հաջորդ իշխանավորի համար։ Ես պատկերավորին բառերով եմ ասում։ Այդ դժվարությունից ազատվելու համար, ձերբազատելու համար մեր ապագա հուսով եմ արտարամիտ իշխանություններին, մենք պետք է ոչ թե խոսենք Նիկոլ Փաշինյան հանցագործին, կոռուպցիոն հանցախմբի ղեկավարին հեռացնելու, այլ բանտ տանելու մասին։ Ես այս բնույթի ելույթ ունենալու ոչ միայն բարոյական իրավունք, այլ նաև պարտավորություն ունեմ, որովհետև հայ իրականության մեջ ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի քաղաքական ուժ այնքան ձայն չի ստացել իր արդեն իրականություն դարձած ռազմավարական ծրագրի համար, որքան ես եւ իմ ընկերները։ Նրանք ովքեր կենթանի չեն, նրանց հիշատակն արդարացնելու համար մենք պարտավոր ենք
հետևողականորեն աշխատել այն ուղղությամբ, որ ազգային խայտառակությունն ու պղծությունը ստանա իր արժանի պատիժ, այլապես մենք ապագա չունենք։ Շնորհակալություն։